Աշկես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Սիրո լծրուսը տերը ամենքի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Բարև ձեզ սիրելի երեխաներ, մենք կրկին մեր հրաշք թագավորությունում ենք նարնջագույն փղիկում, իսկ այսօր ինձ եկել է օգնելու Ալբերտը։ Ալբերտ, բարև։ Այսօր գիտես ինչ ենք անելու։ Այսօր մենք կսովորենք ձեռքերի եւ դեմքին նախշեր անել այս մատիտների օգնությամբ։ Այսօր գիտես ինչ նախշ եմ անելու քո թաթիկին։ Ինչ։ Սարդոստայն եմ նկարելու, որը ես կարծում եմ սարդմարդու սիմվոլն է եւ բոլոր տղաները սիրում են, ճիշտ է։ Ահա, ուրեմն նախ եւ առաջ մենք պետք է վերցնենք կապույտ մատիտը, թևիկը բացենք եւ նշենք գծիկը։ Գծում ենք, իհարկե, սրանք սովորական մատիտներ չեն, սրանք կախարդական մատիտներ են, որոնք 5 րոպեից հետո չորանում են եւ եթե թաթիկով էսպես մաքրես, չի մաքրվի։ Իսկ հենց ուզենաս մաքրես, թեթև ջուրիկով մաքրում ես եւ դառնում է մաքուր թաթիկ։ Կարծում ես ընկերների դուր կգա քո նախշը։ Այո։ Իսկ երբևիցե այսպիսի նախշ ունեցել ես քո ձեռքին։ Ոչ։ Իսկ Ալբերտ, բացի այս նախշից, էլ ինչ նախշեր կուզենայիր քո թաթիկի նկարել։ Լիներ սարդ։ Էլ։ Այո։ Կուզենայի լիներ Մադագասկարը։ Մադագասկարի երևի ուզում ես ասել մուլտֆիլմի հերոսներից ինչ-որ մեկը։ Հա։ Ում ես շատ սիրում։ Սիրում եմ շատ Ալեքսին։ Ճիշտ է, ես էլ եմ սիրում, բայց գիտես ամենաշատն ում եմ սիրում Գլորիային։ Խենթանում ուղղակի Գլորիայի համար։ Երեխաներ, ուզում եմ տեսնեք, թե ինչպիսի նախշ ստացվեց։ Սա հիմնական նախշն է, իսկ հիմա պետք է կարմիր մատիտով ներկենք մեր նախշը։ Եվ շարունակեմ ասեմ, որ մեր Ալբերտը սիրում է Ալեքսին։ Ինչու է սիրում Ալեքսին։ Որովհետև եթե նրան երեխաները զարգացնում են, նրա վրա այսպեսի ձեն է անում։ Իսկ երեխաները վախենում էին, թե այնուամենայնիվ նորից ծիծաղում էին իր վրա։ Վախենում էին։ Էլ ինչ էր սիրում անել Ալեքսը։ Ալեքսը ընկերներ ուներ։ Այո։ Ուներ, ովքեր էին ընկերները։ Գլորիան, Մելվինը, Մամանը ու Մարտինը։ Ու Մարտինը։ Իսկ գիտես որտեղ է գտնվում Մադագասկարը։ Մադագասկարը գտնվում է կղզինում։ Մադագասկարը կղզի է, որը գտնվում է Աֆրիկայի աջ հատվածում։ Այն շրջապատված էր 4 կողմից Հնդկական օվկիանոսով։ Ճիշտ է։ Այո, բայց Մադագասկար կղզինում էլի կենդանիներ կան ապրող, որոնք մոխրագույն գույնի են։ Շատ լավ։ Իսկ մեր հեռուստադիտողներին ուզում եմ ներկայացնել մի քանի գծիկներով ինչպես կարելի է արտահայտիչ դարձնել Սարդոստայնը։ Իսկ ինչ ես կարծում, քո մայրիկն ու հայրիկը կբարկանան, որ այսպեսի նախշ եմ նկարել քո թաթիկին։ Ոչ, ես ջրով կլվանամ եւ նրան հեշտությամբ կանցնի, շատ հեշտությամբ կանցնի, այո, բայց նախ եւ առաջ բոլորին կցուցադրես։ Խնդրում եմ փոքրիկ հեռուստադիտողներին ցուցադրել։ Մեր նախշը պատրաստ է, սիրելի երեխաներ։ Եթե ձեզ դուր եկավ, համեցեք մեր թագավորություն, որտեղ հեքիաթները դառնում են իրականություն։ Այսքանով ավարտեցինք մեր հաղորդումը։ Ձեզ ասում ենք հաջողություն, մինչ նոր հանդիպում։ Կատ, մածուն, թթվասեր, ականջիս լուր է հասել, որ ձեզ ուտեմ և խմեմ, պարոն բումին կհաղթեմ։ Այսօր մեր հյուրն է հրաշքների աշխարհի Ալիսան։ Բարև Ալիսա։ Բարև ձեզ։ Ասա տեսնեմ, դու ուտել սիրում ես։ Այո, Քո ցանկությամբ ինչ ենք այսօր պատրաստելու։ այսօր պատրաստելու ենք մենք աղցան, որի համար պետք է սունկ մի քանի հատ, կաշած գազար, վարունգ, համեմ, մայոնեզ, թթվասեր, ոլոր, աղ պղպեղ։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա առաջին հերթին դեսնենք այս ամանի մեջ ոլորը։
Արտեմ տա։ Ահա։ Հետո կտրատենք սունկը։ Ինչպես։ Ալիսա, Այո, դու սիրում ես ամառային արձակուրդներ։ այո, շատ հանգստանում եմ։ Հանգստանում ես։ Իսկ ինչ ես անում այդ հանգստի ժամանակ կասես։ Տարբեր բաներ, երեկոյան իջնում եմ բակ, գնում եմ այգի, իսկ ցերեկները կամ առավոտյան ժամերին սիրում եմ գիրք կարդալ, մի փոքր հեռուստացույց դիտել։ Իսկ ինչ գրքեր ես սիրում կարդալ։ Հեքիաթներ հիմնականում։ Ռուսերենը հեքիաթներ եմ կարդում, իսկ հայերենը արդեն գեղարվեստական գրքեր։ Լցնեմ ամանի մեջ։ Լցրու։ Կարող ես մի հետաքրքիր դեպք պատմել անցյալ ամառային արձակուրդներից։ Այո, մենք երեք քույրիկներով գնացել էինք մեր պապիկի հողամաս, զբոսնում էինք երեք քույրերով այնտեղ եւ մեր քույրերն ու եղբայրները։ Եվ հանկարծ մենք մեզ շրջապատեցին գազազետ շները, շատ էինք վախեցել։ Ինչ արեցին, կծեցին, ցեցեք։ Չէ, չկծեցի, որտեղ վանդակների մեջ էին, բայց ինձ էին հաճում, շատ վախեցանք մենք։ Ահա։ Բայց ինչ արեցիք, չմոտեցաք, մի հատ սունկ վերցնեք, ասեք, «Վերցնությունից»։ Չէ, այդ ժամանակ ոչ մի բան չունեինք ձեռքներիս տակ։ Գոռում էինք մեր հայրիկների, մայրիկներին։ Եկան փրկության։ Այո, վախեցած եկան։ Մենք լացակումած մոտեցանք նրանց, ասացինք ինչ է պատահել, նրանք էլ էին շատ վախեցել։ Փրկեցին ձեզ այնուամենայնիվ։ Այո, Խնդրում եմ, զգույշ եղեք, գազազած շնիկներից պետք է զգույշ լինել, բայց գիտես ինչ պետք է անեիք։ Ասում են ամենալավ միջոցը, որպեսզի շունիկները չհարձակվեն, պետք է նրանց բանի տեղ չդնել։ Նրանք հաճում են, դու այսպես մի նայրա դրից գնա։ մենք այնքան վախեցած էինք, չկարողացանք անտարբեր անցնել նրանց մոտով։ Իսկ հիմա ինչ կտրեմ։ Իսկ հիմա կտրատենք վարունգը։ Բաժանենք շերտերի։ Կտրատենք այսպես, երկար, որ հետո խորանարդիկների վերածենք։ Իսկ դու սիրում ես աղցաններ կամ ինչ-որ այլ ուտեստներ պատրաստել։ Վայ, Ալիսա ջան, ես ինքան եմ սիրում պատրաստել, բայց չեմ կարողանում։ Ես շատ անփույթ եմ, չեմ կարողանում, դες քեզ հետ անում եմ, որ ստացի զգույշ չեմ, հենց մենակ եմ լինում, խոճապ եմ մատնում, չգիտեմ ինչ անեմ։ Վարունգը վերցեմ, սունկը կտրատեմ, հիմա վարունգը արդեն պետք է լսեմ։ Այսինքն խառնաշփոթ։ Ես քեզ կօգնեմ, իսկ հետո որ դու արդեն մենք պատրաստենք, դու արդեն մյուս անգամ միայնակ կարող ես պատրաստել։ Վստահ ես, որ կարող եմ մենակ Այո։ պատրաստել։ Լավ, կփորձեմ։ Անընդհատ կպատրաստեմ։ Բայց որ չստացվեց նորից քո օգնությանն եմ դիմելու, լավ։ Այո, Որ գաս ինձ նորից օգնես։ ես սիրով քեզ կօգնեմ։ Վարունգները կտրատեցինք։ Ես ճիշտ եմ ես կտրում։ Այո, Իսկ դու մայրիկին շատ ես օգնում խոհանոցում։ այո։ Միշտ Ոչ միշտ, բայց հաճախ։ սիրում ես ինքնուրույն անել, թե մայրիկի օգնությունը պարտադիր է։ Որ մայրիկը գալիս է օգնում, ասում եմ դու գնա ուրիշ գործ արա, ես Ես կանեմ, այսպես վերցնում ու կտրատում եմ, հետո մայրիկը գալիս ասեմ, չէ, գնա, ես կանեմ։ Վերջում ստացվում է, որ ոչ մի բան չարեցի։ Ես այդպես եմ անում։ Լցնեմ։ Այո։ Գազարը մնաց կտրենք։ Այո։ Մեկը քեզ, ես կտամ։ Շնորհակալություն։ Նույն ձևով են կտրատում ինչ-որ վարունգը։ Ահա, եղավ։ Մոռանաք փոքրիկներ, անպայման կխաշեք, որ կկտրատեք գազարը։ Թե չէ ուրիշ համ կստացվի, չէ։ Այո։ Նաև ասեմ, որ վարունգը կարող եք ձմռանը կտրել պայածոյացված։ Պահածոյացված։ Թթու վարունգ, այո, դեսնել աղցանի մեջ, իսկ ամռանը թարմ վարունգ։ Քո ամենասիրված գիրքը ո՞րն է, որ կարդում ես։ Գեղարվեստական գրքեր եմ սիրում կարդալ։ Իսկ ունես որևիցե մի սիրված գիրք, որ կարող ես հիմա նշել։ Փոքր ժամանակ շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Ես նույնպես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի հեքիաթները եւ գիտես ո՞րն եմ ամենաշատ սիրում Պոչատ աղվեսը։ Տատիկ, պոչս տուր, կցեմ կցվածեմ, որ ինչ չասեն, Պոչատ աղվես, որտեղ է։ Այդ հեքիաթը ես շատ եմ սիրում։ Իսկ ես շատ եմ սիրում Տերն ու ծառան։ Ահա։ Կարող ես պատմել։ Երկու եղբայր են լինում եւ մի եղբայրը գնում է աշխատելու։ Շատ աղքատ են նրանք լինում եւ գնում է մի ծառայի մոտ եւ ասում, որ նա աշխատի,
բայց հանկարծ նրանցից երկուսից մեկը, եթե հանկարծ մեկը բարկանա, ուրեմն պետք է գումար տա մյուսին։ Այդ պայմանով գնում է։ Այդ եղբայրը բարկանում է եւ գնում է ասում է ծառան, որ նրա գումարը տա նրան։ Գնում է երկրորդ նրա կրտսեր եղբոր մոտ եւ ասում է գլխի եկածը։ Եվ նա ավելի խելոք է լինում։ Գնում է եւ բարկած նորից աշխատում է նույն պայմանով եւ այդ ծառան է վերջում նրան գումար տալիս եւ նրա այդ 1000 մանետը վերցնում է, գնում է եւ եղբոր հետ հանգիստ ապրում են։ Շատ էլ ճիշտ է անում, շատ ապրես։ Հիմա պետք է կտրատել համեմը։ Լիլի, երբ դու փոքր էիր, ինչ էիր անում ամառային արձակուրդներին։ Ես Այո։ խաղում էի, Ինչ էիր անում, խաղում էիր։ գնդակ էի խաղում։ Որ խաղում։ Այնքան շատ եմ սիրում գնդակ խաղալ, այն որ սենց գտնում ես պատին, ասում ես, «Ափ, թռնում ես վրայից»։ Այդ խաղը ես էլ եմ Այդ սիրում։ դա շատ եմ սիրում։ Հետո որ սենց անում, «Պիտի մինուտ», ով գնում են թռնում են պարանը։ Այդ այլ եմ շատ սիրում։ Հիմա էլ ես խաղում։ Այո։ Իհարկե, ես միշտ խաղում եմ։ Արդեն զգում եմ նրա բույրը։ Կանաչից հետո ինչ պետք է լցնենք։ Կանաչից հետո աղը, խառնենք, իսկ հետո թթվասերը եւ մայոնեզը։ Հիմա թթվասերը լցնեմ։ Այո, լցրու։ Իսկ հետո կխառնենք եւ կմատուցենք այս ամանի մեջ։ Լցնենք ամանի մեջ։ Այո։ Սիրելի փոքրիկներ, դուք նույնպես պատրաստեք այս աղցանից։ Այն շատ համեղ է եւ օգտակար։ Սիրում եմ աղցաններ պատրաստել, որովհետեւ շատ վիտամիններ է պարունակում եւ շատ օգտակար է։ Իսկ Բանջարեղենը եւ միրգը շատ օգտակար են։ շատ ճիշտ ես ասում։ Իսկ մեր փոքրիկներին ինչ կմաղթես։ Կմաղթեմ, որ նրանք էլ իրենց մայրիկներին փորձեն օգնել, քանի որ մայրիկները շատ են աշխատում, իսկ թվում է։ Ահա եւ մեր աղցանը։ Այո։ Շատ համեղ ստացվեց։ Փոքրիկներ, անպայման պատրաստեք եւ առաջարկեք ձեր մայրիկներին եւ հայրիկներին։ Իսկ մենք կհանդիպենք։ Տեսություն։ Բոմբոմիկ շոու